Ճապոնիայի Հյուգո պրեֆեկտուրայում գտնվում է երկրի ամենահայտնի եւ ամենալավ պահպանված ամրոցներից մեկը՝ Հիմեջի ամրոցը։ Այն հայտնի է իր սպիտակ արտաքին տեսքով եւ բարդ պաշտպանական կառուցվածքով։ Հիմեջի ամրոցը համարվում է ճապոնական միջնադարյան ճարտարապետության կարևորագույն օրինակներից մեկը։ Ամրոցի առաջին հատվածները կառուցվել են 14-րդ դարում, սակայն ներկայիս տեսքը ձևավորվել է 17-րդ դարի սկզբին։ Տարբեր ժամանակներում այն ծառայել է որպես ռազմական եւ վարչական կենտրոն։ Չնայած պատերազմներին եւ բնական աղետներին, ամրոցը պահպանվել է գրեթե ամբողջությամբ։ Հիմեջի ամրոցը հաճախ անվանում են Սպիտակ հերոն։ Նրա սպիտակ պատերը եւ տանիքների ձևերը հիշեցնում են թռչող հերոնի։ Համալիրը բաղկացած է գլխավոր աշտարակից, պաշտպանական դարպասներից, ոլորապտույտ անցուղիներից, բազմաթիվ բակերից։ Այն նախագծված է այնպես, որ դժվարացնի թշնամու մուտքը։ Ամրոցի ճանապարհները հատուկ կառուցված են լաբիրինթոսի նման ներխուժողներին շփոթեցնելու համար։ Այն վերապրել է երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունները։ Հիմեջին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Ամրոցը հաճախ օգտագործվում է ֆիլմերում եւ պատմական սերիալներում։ Այսօր Հիմեջի ամրոցը համարվում է Ճապոնիայի մշակութային գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Այն կարևոր դեր ունի ճապոնական պատմության եւ ճարտարապետության ուսումնասիրության մեջ։ Հիմեջի ամրոցը օրինակ է, թե ինչպես կարող էին պաշտպանական կառույցները միաժամանակ լինել նաև գեղարվեստական ճարտարապետության օրինակ։ Այսօր այն շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի եւ ամենագեղեցիկ պատմական ամրոցներից մեկը։